Ընկերներ, ողջույն, սահմանը անցնում ենք նախկին հոգևորական Հայր Գարեգինի, աստվածաբանական գիտությունների դոկտոր Հարություն Հարությունյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Հարությունյան, նախ սկսենք Հովանավանքում արդեն երկրորդ կիրակին տեղի ունեցող պատարագից խոսել, որին մասնակցում է վարչապետի գլխավորությամբ իշխանական թևը, այսպես ասենք, եւ պատարագը իրականացնում է Տեր Արամը, որին Մայրաթորը կարգալույծ է արել, հա։ Նախ ընդհանուր երևույթի մասին խոսենք, որպես նախկին հոգևորական, ինչպես եք վերաբերվում կարգալույծ եղած քահանայի կողմից նման արարողություններ իրականացնելը եւ դրան երկրի բարձրագույն ղեկավարության ներկայությամբ, այսպես ասած, ինչ որ լեգիտիմություն հաղորդելը։ Շատ բարդ հարց եք տալիս, Ժիրայր, բայց փորձեմ պատասխանել։ Նախ ասեմ, որ սա առաջին անգամ չէ, որ նման դեպքեր տեղի ունենում, եթե այսօր ուսումնասիրենք Բուլղարիայի հայոց համայնքներում նույնպես տեղի են ունենում պատարակներ, որոնք անցկացում են Տեր Արամ քահանայի կողմից, ներողություն, Տեր Արմեն քահանա Մելքոնյանի կողմից, ով նույնպես Մայրաթորի կողմից կարգալույծ է հռչակված։ Կամ եթե այս ժամային գոտին մի քիչ էլ սպասենք, Կալիֆոռնիայում երկու եկեղեցի կա արդեն, որտեղ նորից այնտեղ քահանաներ են կարգալույծ հռչակված, այսպես ասած, Մայրաթորի կողմից պատարակ են անելու։ Իսկ եթե մի քանի տարի ետ նայեք, Նիցայում, Ֆրանսիայում եղել են այսպիսի դեպքեր, այնտեղ Տեր Սահակն է Գալստյան արել պատարակ, կամ ավելի 25 տարի առաջ Մոսկվայում են եղել այսպիսի պատարակներ, որ կատարել է Տիրան arczepiskopos Գյուրեղյանը։ Ու եթե հիշում եք, այնտեղ աղմկահարույց նաև դեպքեր են եղել, որ Օմոնը մտել է եւ մաքրել է այդ եկեղեցին։ Կտրիչ Ներսիսյանին չընթարկվող հոգևորականներից։ Այսինքն սա նորություն չէ, ուղղակի Հայաստանում սա առաջի անգամ է հիմա այսպես լինում։ Դրա համար երևի լրագրողները տենց ոգևորված լուսաբանում են, բայց եթե գնան Բուլղարիա կամ Կալիֆոռնիա, սա սովորական բան է։ Տարբերությունը ուղղակի այն է, որ այո, վարչապետը եւ երկրի իշխանավորներից մի քանի պաշտոնյաներ նույնպես ներկա են գտնվում Հովանավանքի պատարակին, բայց այստեղ մի նրբություն կա, որ իրենք գնում են ոչ թե որպես պաշտոնական անձինք, այլ ինչպես որ վարչապետն է հայտարարում իր Facebook-ում կամ ինչպես որ նա ինքը այնտեղ ներկայանում է առանց պրոտոկոլի, ձևաչափը հստակ է, որ ինքը ուղղակի հավատացյալներից մեկն է եւ գնում է մյուսներին հավասար այս արարողությունը ունկնդրելու կամ ասենք այդ հոգևոր սնունդը ստանալու եւ ես կարծում եմ, որ նման կղզիները, այսպես ասած, հոգևոր ավելանալու են շուտով, որովհետեւ ինչպես տեսնում եք, էսկալացիան ավելի դաժան եւ ավելի լուրջ տեսք է ստանում եւ հավանաբար շուտով նորից 1-2 հոգևորականներ պետք է այսպես կոչված կարգապահական հանձնախմբի կողմից կարգալույց հռչակվեն, բայց այդ կղզիները կավելանան ու հավանաբար նաև հետագայում կմիանան դրանց ոչ միայն քահանաներ, այլ նաև եպիսկոպոսներ։ Այդ ձեր վստահությունը որտեղից է գալիս, մասնավորապես եպիսկոպոսների մասով։ Այո, վստահությունը այնտեղից է գալիս, որ եթե տեղյակ եք Միքայել Աջապահյանի դատապարտությունից հետո նրանց մեջ մի տեքստ է շրջանառության դրվել, անշուշտ որը պատրաստվել էր Մայրաթորի դիվանատանը, բայց տարածվում էր Խաժակ Պարսամյան եւ Հովակիմ Մանուկյան եպիսկոպոսների կողմից։ Խաժակ Պարսամյանը Սփյուռքում ճանաչված անձ է եւ ինքը համակարգում էր այդ ժողովները, որին Սփյուռքում մասնակցում էին 22 թե 23 եպիսկոպոս, այս ժողովները առցանց էին լինում, իսկ Հովակիմ Մանուկյանը ինքը դե գիտեք կաթողիկոսի համագյուղացին է, իր մտավոր կարողություններին բոլորս ծանոթ ենք եւ քանի որ ինքը կաթողիկոսի դասարանցու ընկերն է, դրա համար դարձել է նաեւ Անգլիայի թեմի առաջնորդ ու ինքը փորձում էր այդ տեքստը անպայման որ բոլորը ստորագրեն, այսինքն ղազագիրի տեսքով եւ շատ հակապետական տեքստ էր։ Ինձ ուղարկեցին ճիշտն ասած սրբազաններից ոմանք այդ նախագիծը, ես ծանոթացա Սևագրին
հակապետական եւ շատ վանող տեքստեր, որովհետեւ իրենք այնպես էին ուզում ներկայացնել, որ իբրև թե Միքայել Աջապահյանը քաղաքական դատապարտյալ է, չգիտեմ ինչ եւ այլն եւ փորձում էին դիմել դրանով նաև միջազգային ատյաններին, որ Հայաստանում մարդու իրավունքների խախտում է տեղի ունեցել եւ այլն եւ այլն, բայց այստեղ տեղի ունեցավ առաջին տրոհումը եւ ես խոսում եմ երկու շաբաթ առաջ եղած դեպքի մասին, որ եպիսկոպոսներից շատերը ասացին, չէ, մենք չենք մասնակցում այս օրակարգին, մենք այս գազագիրը չենք ստորագրելու եւ 3 օր շարունակ այդ ժողովները տևեցին, վերջում իրենք փոխեցին, մեղմացրեցին տեքստը, բայց անգամ այդ ժամանակ մնացին ընդամենը 3-4 հոգի, որոնք պատրաստ էին մեղմ ձևով նման հայտարարություն անեին, բայց դա չեղավ։ Եվ սա կարծում առաջի անգամ է 25 տարվա մեջ, 26 տարվա մեջ, որ Կտրիչ Ներսիսյանը մի բան է հրահանգել ու իր եպիսկոպոսները հլուհնազան ձևով չեն կատարել։ Սա մեկ, իսկ երկրորդը, եթե լսել եք, մամուլում կարճ գրվեց հիմա այս մասին, անցյալ 5 շաբթի ամսի 30-ին արդեն Հայաստանի եպիսկոպոսներից շատերը շատ խիզախ կերպով արդեն մտել են կաթողիկոսի մոտ եւ ուղղակի ասել են, որ այս խայտարակ վիճակը չի կարող շարունակվել եւ մենք պետք է լուծում գտնենք։ Այսինքն տեկտոնիկ ճաքերը տվել են եւ կարծում եմ, որ կամ շուտով այս Գերագույն հոգևոր խորհուրդը, որ գումարվելու է, եթե չեմ սխալվում, վաղը եւ վաղը չեմ իսօր, այսինքն 2 շաբթի եւ 3 շաբթի ամսի 3-ին 4-ին նոյեմբերի, կամ պետք է Գերագույն հոգևոր խորհուրդը լուծում տա այս խնդրին, ինչ որ մի ձևով պահանջի Գարեգին Բ-ի հրաժարականը կամ նրան կարգալից հռչակի, կամ արդեն ավելի կսաստկանա այս խնդիրը եւ հավանաբար կգումարվի եպիսկոպոսած սինոդ, այսինքն բոլոր եպիսկոպոսների ժողով, որտեղ կպահանջեն արդեն անվստահության քվե կհայտնեն մեծ մասը եւ կպահանջեն Կտրիչի կարգալուծությունը։ Այսինքն մնում է 3 տարբերակը, կամ եպիսկոպոսած այդ ժողովն է դա պահանջում, հա, կամ հոգևոր խորհուրդը, կամ երրորդը ոչ մեկ էլ չի պահանջում եւ իրավիճակը շարունակում է էսկալացվել։ Այո, դա էլ է հնարավոր, որովհետև Կտրիչ Ներսիսյանը ունի մի քանի դեռևս պաշտպաններ, իդեմս Արշակ Խաչատրյանի կամ Նաթան Հովհաննիսյանի կամ Եզրաս Ներսիսյանի, հիմնականում այս երեքն են, եւ մի քանի փոքր ուրիշ երիտասարդ եպիսկոպոսներ կան, բայց իրենք ուղղակի հլու հնազանդ կամակարներ են, հավանաբար եւս 3 հոգի, բայց այդ մի քանի հոգով ինքը չի կարողանալու դիմադրել, ինչքան էլ ինքը փորձի sense կեղծ կոմպրոմատներ հանել եւ կեղծ վախերով եւ այդ ինչպես անցյալ անգամ ձեզ ասել է այդ սադոմազոխիստական մանիպուլյացիաներով ինչքան էլ փորձի ինքը ճնշել, այս տղաները արդեն ոտքի են ելել, ուղղակի այստեղ հարցը ոնց որ անգլերենում են ասում, it's not about if, it's about when, այսինքն հարցը նրա մասին չի, թե կլինի արդյոք սա, այլ նրա մասին է, թե երբ կլինի։ Ուղղակի սա փաստորեն ժամանակի եւ տեխնիկայի հարց է։ Մայրաթորը որ հայտարարություն տարածեց եւ պղծություն եւ սրբապղծություն է որակում Հովանավանքում կատարվող կրոնական ծեսերը կարգալույց հոգևորականի կողմից, դրան իհարկե հակադարձեց նաեւ վարչապետը պղծության մեջ մեղադրելով Կտրիչ Ներսիսյանին եւ այլն։ Այնուամենայնիվ այդտեղ որևէ պիղծ գործընթաց կա մի բան, որ հակաեկեղեցական է, կա մի բան, որ հոգևոր չէ, կա մի բան, որ ամբողջությամբ հակասում է մեր եկեղեցուն, նրա գաղափարախոսությանը, նրա ավանդույթներին։ Ես կարծում եմ սա ուղղակի զավեշտ է եւ ուղղակի մի պատմական փաստ ձեզ ասեմ, նայեք Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւ Մեծի տանուն Կիլիկիո կաթողիկոսությունը դարեր շարունակ իրեր նզովել են, այսինքն ոչ միայն կարգալույց են հռչակել, այլ իրար հերձվածող են անվանել, այսինքն հակաթոր կաթողիկոսություններ են կոչել իրար։ Բայց ցեղասպանությունից հետո մենք հաշտվել ենք, չէ՞։ Այսինքն մենք ընդունում ենք այս մարդկանց ձեռնադրությունը
Ընդունում ենք, որ անթիլասում պատարակներ են լինում, նույնիսկ ասենք մեր Մերոնի օրհնության ժամանակ մենք խառնում ենք մեր Մերոնները սիմվոլիկ իրար հետ, Էջմիածնի հեպված Մերոնը խառնվում է Մեծի տանուլ Կիլիկիո Մերոնին, իրենց Մերոնը բերվում է մեր Էջմիածնի Մերոնին է խառնվում, եւ մենք ընդունում ենք իրենց ձեռնադրությունը, իրենց բոլոր խորհուրդները, չնայած հարյուրամյակներ շարունակ այդ դրույթները եղել են։ Ու սա ուղղակի կեղծ բան է, ոնց ասած, մի լավ խոսք կա մեր եկեղեցական ժարգոնում, կոչվում է ֆռռաբանական աստվածաբանություն։ Այսինքն դու օգտագործում ես ինչ-որ բառեր, բառերի կույտ, եւ փորձում ես դիմացինին նվաստացնել։ Բայց եթե մենք հիմա հրավիրենք նույնիսկ միջազգային գիտաժողով, ես պատրաստ եմ, ես կարող եմ անել։ Հրավիրենք ամենալավ աշխարհի աստվածաբաններին, քույր եկեղեցիներից մեր, ու հարցնենք ինչ է սա կատարվում, կարգալուծություն է սա։ Իրանք կխնդան, որովհետև այդպիսի բան չկա։ Ավելին ասեմ, իմ համալսարանցիներից 2 հոգի ժամանակին կարգալույծ են եղել։ Մեկը հայր Ղևոնդն է, Ղևոնդյան, Գեղարդի վանքի վանահայր, մյուսը Տեր Աբգար Գլճյան, Օդեսայի հոգևոր հովիվ է։ Իրենք երկուսն էլ ժամանակին վերնախավի հետ խնդիր են ունեցել, նամակներ են գրել, վիճել են, կարգալույծ են հռչակվել կամ հեռացել են, կարգը թողել են։ Հետո 10 տարի անց շուրջ երկուսն էլ նորից վերականգնվել են մեկ պարզ աղոթքով, այսինքն իրենց վրա միայն պահպանիչ աղոթքն է կարդացվել, ու իրենք ստացել են նորից փիլոն, նորից անում են պատարակ Օդեսայում, մեկն էլ Արտաշատում, Մասիսի թեմում։ Հիմա ո՞նց է դա հնարավոր։ Ուրեմն այս մարդկանց արածը հիմա ինչ է, էլի պղծություն, հա, Օդեսայում պղծություն, հա, կատարվում ամեն Կիրակի կամ Արտաշատում։ Նենց որ ցես ամոթ է նույնիսկ այս բաներով խոսել, այս թեմաներով, ու ես այստեղ շատ գիտնական բարեկամներ ունեմ, ընկերներ, այսինքն իմաստով գործընկերներ, քանի որ Գերմանիայում եմ այս սեմեստր որպես հյուր պրոֆեսոր Հալեի համալսարանում, իրանք ինձ այս 2 օր առաջ մի ավելի հետաքրքիր բան ասեցին, որ 2024 թվին Գերմանիայի ավետարանական եկեղեցին ուզեցել է նորից Բերլինում մի հատ մեծ միջազգային եւ միջեկեղեցական հավաք կազմակերպել եւ արևելյան ուղղափառ եկեղեցիների առաջնորդներին հրավիրել, այսինքն կաթողիկոսներին, եւ երբ որ այս ծրագիրը կազմել են պրոֆեսորները, տվել են բանին, երկրի ղեկավարի աշխատակազմին, կանցլեր Օլաֆ Շոլցի կողմից պատասխան է եկել, որ ինքը չի գա, ներկա չի լինի այդ հավաքին։ Ու որ ասել են ինչու, Օլաֆ Շոլցը պատասխանել է կամ իր գրասենյակից արձագանք է եկել, որ այդ խմբի մեջ մի մարդ կա, ով Պուտինից մեդալ է ստացել։ Ու ես ներկա չեմ լինելու։ Դե դուք դիվանագիտությունից հասկացող լրագրող եք, Ժիրայր, խնդրեմ մեկնաբանեք, ինչ ասա նշանակում։ Հիմա ով է կարգալույծ մեզնից, էլի։ Լավ հարց է, չէ՞։ Դուք նշեցիք, այսպես ասած, կոմպրոմատների եւ այլնի մասին, հա, այդ սադոմազոխիստական պատկերավոր ասած ճնշումները, որ բանեցվում են ներսում։ Դուք նկատի ունեիք Արշակ Խաչատրյանին, այսինքն Սրբազանին վերաբերյալ տեսանյութերը, որոնք տարածվեցին, դուք նաեւ դա նկատի ունեք։ Ես այդ տեսանյութներից իսկն ասած ծանոթ չեմ, բայց գիտեի, այսինքն բոլոր հոգևորականներն գիտեին, որ ինքը իր քերակնոջն է սիրում կամ իր քերակնոջը սիրուհին է։ Գիտեի նաև այդ քերուն, որ շատ լավ մարդ էր, շատ լավ քահանա էր, երջանկահիշատակ Տեր Կորյունը, եւ ինքը բավականին երիտասարդ մահացավ, գնաց, տենց որ մենք լավ ենք հիշում իրեն։ Բայց բանը, խնդիրը մենակ Արշակը չի, ասենք, խնդիրը նաև Նաթան Սրբազանն է, որ վերջերս այդ մասին նաև մեկ հարցազրույց տվեցի մամուլում, որ ինքը հիմա արդեն շատ հոգևորականներ արդեն խոսում են, գրում են իրենց սոցկայքերում կամ նույնիսկ ինձ զանգում են, ասում են, որ բացահայտ միասեռական ոտնձգություններ է արել իրենց հանդեպ, եւ ասենք նայել է նույնիսկ աբեղաների հետևից ու sense քմծիծաղով ասել է, հետույքդ ինչ սիրուն է Քիմ Քարդաշյանի հետույքի նման է եւ այլն sense բաներ ասել, այսինքն կոպիտ ասած կներեք շատ զախոդներ արել, այսպես ասած երիտասարդ հոգևորականներին,
Բայց ինձ համար ցավալին նաև այն է, որ ինքը երբ որ տենց պահում էր իրեն, մեզնից շատերը փոքր էին, այսինքն 15-14 տարեկան էին, կային ուսանողներ չեմ անում, որ Սիրիայից Բեյրութից էին եկած, շատ երիտասարդ կամ մեզնից շատերը, օրինակ ես էլ 8-րդ դասարանից էի գնացել, նախապատրաստական լսարան էի սովորում ու էլի 15 տարեկան է, այսինքն մենք անչափահաս ենք, այսինքն անչափահասների մոտ ինչպես կարելի է տենց բաներ խոսել, չէ՞։ Խոսքը ավանդական կամ ոչ ավանդական սեռական օրիենտացիայի մասին չի։ Ինձ դա չի հետաքրքրում։ Ամեն մարդ կարա իր ննջարանում անի այն, ինչ որ ուզում է, կամ եթե մեկը իր քերակնոջը սիրում է, թող սիրի, դա իր գործն է։ Բայց հարցը այն է, որ եթե այսպիսի մարդիկ կարգապահական ժողովի մեջ են, ու իրանք ստորագրում են ու ասենք Տեր Արամի նման երիտասարդ, հոգևոր, աշխատասեր անձնավորությանը կարգալույծ են հռչակում։ Սա ուղղակի ոչ թե զավեշտ է, այլ սա ծիծաղելի է։ Հիմա մենք ում հավատանք, ում ընդունենք որպես հեղինակություն, չէ՞։ Ու այսպիսի կոմպրոմատներ ինքը վստահաբար ունի նաև ուրիշների վերաբերյալ, կամ կարող է նաև ստեղծել կեղծ այսպիսի կոմպրոմատներ կարող է վստահաբար ստեղծել եւ տարածել, որպեսզի բոլորին իր սիրած ձևով ինքը պահի երկաթյա բռունցքի մեջ։ Պարոն Հարությունյան, դուք դասավանդել եք ամերիկյան համալսարանում։ Այո, ես 2020 թվականից մինչև 2024 թվականի վերջ դասավանդել եմ կրոնագիտություն եւ համեմատական կրոնագիտություն։ Իսկ դուք հեռացել եք, թե ձեզ հեռացրել են։ Չէ, ես այնտեղ եղել եմ այցելող դասախոս, այսինքն մեզ մշտական պայմանագիր չէին տալիս, քանի որ մեր ժամանակները, այսինքն կուրսերը քիչ էին, աշնանը ընդամենը մեկ կուրս էր, իսկ գարնանային սեմեստրներին երկու կուրս, այսինքն դա բավարար չէր մշտական կոնտրակտ ստանալու համար։ Ու այս տարվա սկզբից, այսինքն 25 տարվա սկզբից մեզ չեն կանչել, ինձ կոնկրետ չեն կանչել դասավանդել։ Ինչու է հարցնում, որովհետև տարիներ առաջ մի հոգևորական, որ էլի պատմում էր եկեղեցում տիրող մեղմ ասած ոչ առողջ վարքի մասին, Կտրիչ Ներսիսյանի կողմից ձևավորված մոտեցումների մասին, նաև նշում էր, որ բոլոր նրանց, ովքեր չեն հնազանդվում եւ կարգալույծ են անում, հետո հետևողական են լինում, որպես այդ մարդիկ չկարողանան նաև օրինակ ինչ որ X տեղում իրենց աշխատանքը շարունակել կամ հնարավորություն չունենալ աշխատանքի, ինչ որ կապեր էին օգտագործում եւ փակում էին այսպես ասած այդ մարդկանց օդերը։ Այո, այդպիսի հիմնավոր կասկածներ կան, նաև տեղեկություններ կան որոշ հոգևորականների պահով։ Ինձ էլ ճիշտն ասած իմ հոգևոր նախկին եղբայրներից մի քանիսը ասացին, որ հավանաբար քեզ դրա համար չեն կանչում ամերիկյան համալսարան նորից, որովհետև դու այսպես ասած ճակերտավոր նիկոլական ես, էլի դա, որովհետև եթե օբյեկտիվ խոսում ես եւ գիտական քննադատություն ես անում, սա վստահաբար իրենց կողմից վատ է ընդունում եւ իրենք բոլոր լծակները կուղարկեն, որպեսզի քեզ այլևս չհրավիրեն դասավանդելու։ Ես փաստեր չունեմ այս մասին, բայց կարող եմ ասել հետեւյալը, որ երբ որ ես դոկտորական էի պաշտպանում ու ընդամենը 10 ամիս թե 12 ամիս էր դեռ իմ ծրագիրս երբ որ սկսվեց, դրանից հետո ինքը ամեն ձևով փորձել է նամակները գրել այդ հիմնադրամին, որպեսզի իմ կրթաթոշակը կտրեն։ Հետո երբ որ 21 թվին ես ուղղակի որպես կամավոր օգնում էի արցախցիներին ու մասնագիտական խորհրդատվություն եմ արել Նուբար Աֆելյանի ֆոնդին, որտեղ նաև ներգրաված էր Խաժակ Պարսամյան arczepiskopos-ը, մենք 3 ամիս Zoom-ով եւ այսպես առցանց խորհրդատվություններ ենք արել, ես փորձել եմ օգնեմ, որ ինքը բացի Հայաստանում այդ հոգևոր վերականգնողական հոգեբանական կենտրոնը Էջմիածնում, ես ոչ մի գումար չեմ ուզել, ես ուղղակի դարել եմ արցախցիներին օգնելու համար, բայց հետո երբ որ իրեն մոտ ինչ որ սրբազաններից մեկը մտնում է, կարծեմ Եզնիկ Սրբազան Պետրոսյանն է մտել, ասել է, որ Հարություն Հարությունյանը ներգրաված է այս հարցում, ինքը անմիջապես կասեցրել է, ասել է, չէ, նախկին հոգևորականը իրավունք չունի այս բաներով զբաղվել, չնայած ես ոչ գումար եմ ստացել, ոչ այնտեղ աշխատել եմ, որ ինչ որ կարիերա ունենամ, հակառակը ես իմ ազատ ժամանակն եմ տրամադրել, որ օգնեմ, բայց ինքը տենց արել է ու մյուս հոգևորականներից էլ գիտեմ շատ որ ովքեր որ կարգալույծ են եղել, ամեն կերպ ինքը փորձում է
այնպես փակի քո թթվածինը, որ դու գնաս, չգիտեմ, դեպրեսիայի մեջ ընկնես կամ դառնաս հարբեցող կամ թմրամոլ ու այս աշխարհից վերանաս, այսինքն այդ սադիզմի աստիճանը դաժանության դուք չեք կարող պատկերացնել, թե ինքը ինչ աստիճան ուզում է վնաս հասցնել ու անշուշտ մյուսներին էլ ասում է հանգարց չխոսեք այս մարդկանց հետ, հանգարց չշփվեք, որովհետև թերևս վախենում է։ Բայց կա մի շատ լավ մասնագետ Ոսկան Մխիթարյան անունով Կալիֆոռնիայում, ինքը հավաքել է բոլոր այս հոգեվորականների անունները եւ պատճառները գրել է, նույնիսկ հրատարակել է այս ցանկը, 150-ից ավել մարդ է, որոնց մեջ նաեւ 3 arczepiskopos կա։ Ու սա խայտարակություն է, ինքը համաշխարհային մասշտաբով ռեկորդ է խփել այս կտրիչը։ Ոչ մի տենց Հռոմի պապ չի եղել, ոչ մի կաթողիկոս չի եղել, ոչ մի եկեղեցու գլուխ այսքան հոգեվորական չի հեռացրել, ոնց որ ինքը։ Ու սա ազգի փողով կրթված, մեծացած մարդիկ են, չէ՞, ափսոս չի գումարները, որ նվիրատվություն դրով հավաքվել է ու մեր վրա ծախսվել է, ինքը սենց շպրտել է ջուրը։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Ընկերներ, զրուցակիցս նախկին հոգևորական Հայր Գարեգինը, աստվածաբանական գիտությունների դոկտոր Հարություն Հարությունյանն էր, բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին, օրվա զարգացումներին հետևեք Telegram-յան ալիքում, որի հողումը տեսանյութի մեկնաբանության բաժնում է։